Ճիշտ է, ես այսօր որպես հրավիրյալ անձ, որպես աուդիտորների պալատի ղեկավար եմ, բայց ես ավելի շատ կտամ այն իմ պատկերացումները, որոնք որ ուղղված են հարցի լուծման։ Աուդիտորների պալատը մասնագիտական կառույց է եւ մասնագիտացված հարցերով է զբաղվում բացառապես, որի գործունեության տիրույթում ուղղակի այս հարցի լուծումը չի կարող գտնվել։ Հարցը ունի մեր պատկերացմամբ ու խորքային պատկերացմամբ շատ հետազոտությունների արդյունքում մենք գտել ենք, որ հարցը ունի քաղաքական, հասարակական, սոցիալական, տնտեսական համատեղ լուծում։ Առանց քաղաքական բաղադրիչի հարցի լուծում չի կարող լինել։ Եթե մասնագիտական կառույցը գնում է երկխոսության, մասնագիտական բանավեճերի առաջարկները ներկայացնում, մերժում է ներկայացված իշխանությունների առաջարկների եւ այլն, պարոն Ավագյանն էլ ներկայացրեց, այսօր հենց աուդիտորների պալատի խորհրդի անդամներ էր ներկա եւ մենք ամենաշատը արդեն դժգոհ էինք հարկեր հնարածությունի բարձրացման տրամադրվածությունից, որ առաջիկայում, ապագայում, ինչի մասին նաև շատ հանրային խոսում են, հարկերը նորից պետք է բարձրանան։ Ես այսօր չեմ խոսի փոփոխության արդյունքում ՀՄԶ ոլորտի համար ստեղծված հարկային բեռի ավելացումից։ Դա դուք բոլորիցս լավ գիտեք, երկրորդ եռամսյակում շատ ավելի առարկայական կտեսնեք։ Ես չեմ խոսում հարկային ռիսկերի, վարչարության ռիսկերի, հնարավոր բացասական հետևանքների մասին։ Մենք նույնիսկ հրամանը դրել ենք ամբողջական շղթայի մեջ հարկային բռնության կիրառում, այսինքն չերևացող կողմով մշտապես աուսարսափի մեջ են պահում ՀՄԶ ոլորտին, որտեղ զարգ են տալիս միանգամից մոնոպոլիաների ձևավորմանը։ Սա ավելի շատ ոչ թե կարծում եմ այս միջավայրում քննարկելու խնդիր է, սա բանավեճ է հենց իշխանություններին ուղղված, բայց ես վաղուց եմ համոզմանն եմ, որ իշխանությունների մասնագիտական բանավեճով չեն հասնում արդյունքի։ Ես միշտ ունեմ նախորդ անգամ ձեր հետ հրապարակում կառավարության շենքի դիմաց հանդիպման ժամանակ ես հայտարարեցի, որ կան լուծումներ, բայց այդ լուծումները առանց քաղաքական բաղադրիչի չեն կարող լինել։ Հիմա ավելի շատ ես եկել եմ լսելու ձեր պատրաստակամությունը ընդհանուր համատեղ ծրագիր իրագործելու, որովհետև եթե միասնականություն չցուցաբերենք, օրինակ շատ էի լսում 2300 եւ ավելի ստորագրության մասին, ստորագրությունը արիպես բավարար չէ խնդիրը լուծելու համար։ Ստորագրությունը կդնենք, կանցնենք բոլորս մեր կոմֆորտ զոնայում կապրենք։ Կարելի է շատ ավելի կոշտ միջոցների դիմել։ Օրինակներ երկու ընդհանրապես բերեմ, դա կարող է լինել գործադուլների տեսքով համատարած, դա կարող է լինել ընդհանուր ակցիաների տեսքով համատարած, կարող եք ներկայացնել շատ սերմ ժամկետում, եթե իհարկե դուք տակ եք համաձայնությունը եւ այսպես ասած լեգիտիմ լինի իմ աջակցությունը եւ միացումը ձեզ եւ մեր թիմի աջակցությունը եւ միացումը ձեզ, ապա շատ սերմ ժամկետում մենք կարծում եմ պարոն Ավագյանի հետ եւ ԿՄԶ-ի խորհրդի հետ կկազմենք քայլերի իրականացման եւ դրա արդյունքների այսպես կանխատեսելիության սցենար ու շարժվենք առաջ։ Մենք հեռու ենք մեր բոլոր նախաձեռնություններում հեռու ենք այն գաղափարախոսությունից, որ այսօր Հայաստանի կառավարությունը որդեգրել է։ Այսպիսի որդեգրում ուներ չէ, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու, մենք ընդհանրապես այսպիսի տրամադրությամբ չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք բացառապես հաղթանակի տրամադրվածության։ Եվ ինչպես օրինակ հայտարարագիրը բոլորին քաջօրինակ, իրենք ինչքան են փորձեն ներկայացնել, թե դա կառավարության բարի կամքի դրսևորումներ կամ տեխնիկական հագեցվածության բացակայությունը, որ հետաձգեցին, այնուամենայնիվ դա ժողովրդի միասնական կամքի արտահայտումներ ու ժողովրդի պահանջի արդյունքներ, որը վստահեցնում նոյեմբերից հետո էլ է հետաձգվելու։ Չեն կարող ուղղակի պահել դա ու հասնել ենք դրան։ Հիմա զուգահեռ ՓՄԶ-ի հարկային այսպիսի բեռու հարկային բռնությունը ես անձամբ մեր թիմակիցները գնահատում ենք Հայաստանի տնտեսության նոված պատերազմի հայտարարում, մի քիչ ավելի բարդացնեմ բառապաշարը, որի հետևանքները, առաջին հետևանքները դուք արդեն կտեսնեք երկրորդ եռամսյակի ամփոփման ժամանակ, հետագայում արդեն հաջորդ տարի ստուգումների վարչարության իրականացման ժամանակ։ Իսկ ավելի գլխավոր կործանարար հետևանքները Հայաստանի Հանրապետության համար, երբ որ 1 տարի հետո մենք կտեսնենք մոնոպոլիաների զարգացումը։